Մանվելը փոքր երեխա էր, երբ Մալաթիայում սկսվեց բռնագաղթը։ Բռնագաղթ եւ ամեն ինչ իրար է խառնվում։ Մանվելը կորցնում է իր հարազատներին։ Շատ մեծ դժվարությամբ նրան հաջողվում է փախնել։ Մանկահասակ Մանվելին գտնում է մի թուրք պաշտոնյա, բերում իր տուն եւ որոշ ժամանակ պահում նկուղում։ Ձմռան մի ցուրտ առավոտ սկսվում են խուզարկությունները։ Թուրք պաշտոնյան Մանվելին իջեցվում է ջրհորի մեջ ու թաքցնում նրան այնտեղ։ 12 ժամ ջրհորում մնալուց հետո Մանվելին դուրս են բերում, գրեթե կիսամեռ։ Թուրքին հաջողվում է ցրտահարված երեխայի մարմինը օղիով շփելով կենդանացնել։ Հետո նրան անձամբ հանձնում է ամերիկյան որբանոց։ Որոշ ժամանակ անց որբանոցի երեխաներին տեղափոխում են Սիրիա, հետո Եգիպտոս, որտեղ նա գտնում է իր քրոջը Հեղինեին։ Տարիներ անց մի հայ երիտասարդ ամուսնության առաջարկություն է անում Հեղինեին։ Եթե ամուսնանային, պիտի մեկնեին Ամերիկա։ Հեղինեն ասում է, որ միայն մեկ պայմանով կհամաձայնի, եթե իրենց հետ տանեն նաև եղբորը։ Երիտասարդը մենակ է մեկնում,